Տիկին Բադալյան այսօր ազգային ժողովում քննարկվում է հեծի նախագիծը, ընդդիմությունը բոլորը մեղադրեցին հեծը խլելու, հեծը գողանալու մեջ, նաև հայտարարություններ եղան, որ թիրախավորել եք անձամբ Սամվել Կարապետյանին, որովհետև Սամվել Կարապետյանը բարերար է, դուք չարի իշխանություն եք։ Ընդհանուր առմամբ այս հեծի նախագիծը ինչ է իրենից ենթադրում եւ ինչպես կմեկնաբանեք նաև այդ մեղադրանքները։ Նույնիսկ չգիտեմ ինչպես մեկնաբանել այդ անհեթեթությունները, որ խլում ենք, այսինքն պետությունը, որ ուզում է ինչ-որ մի բանի կառավարումը վերցնել իր ձեռքը եւ դարձնել ավելի պարզ եւ թափանցիկ, ենթակառուցվածքները դարձնել ավելի ժամանակակից եւ հասարակությանը օգուտ տալ, մենք կան մարդիկ, որոնք դա ձևակերպում են խլել այն դեպքում, երբ որ այդ մարդիկ խլել չեն ձևակերպում, երբ որ ժողովրդից է վերցվել դա եւ տրվել է որևէ մեկին, որն էլ հասցրել է դրանից բավականին շատ օգուտներ ունենալ, այնպես որ կարծում եմ, որ ուղղակի անհեթեթ է այս ամեն ինչը եւ մյուս կողմից ես շատ հանգիստ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամենը շատ լավ հասկանում է եւ վստահ եմ, որ մենք նաեւ այս հարցում ունենք ժողովրդի աջակցությունը, որովհետեւ խլել կարող է դիտարկվել այն դեպքում, երբ որ որևէ դիցուք, օրինակ բերեմ, որևէ մի պաշտոնյա որոշեր, որ ինքն է դառնում դրա կառավարիչը, այսինքն մեկ անձից վերցնել եւ տալ մյուս անձին, սրա մասին եթե խոսքը լիներ, ապա գուցեև մենք խլել դիտարկեինք դա։ Իսկ այս դեպքում, երբ որ պետությունը ուզում է կառավարման համենայն դեպս այն աստիճան լծակներ ունենալ, ընդ որում պետությունը, ոչ թե իշխանությունը, որովհետև 26 թվին մենք կարող ենք չլինել այլևս իշխանություն, այսինքն դա մեր սեփականությունը չի դառնում, որպեսզի մենք խլենք կամ չխլենք։ Ինչ վերաբերում է ուղիղ թիրախավորել ենք Սամվել Կարապետյանին, ես կարծում եմ, որ հատկապես ազգային ժողովի նիստերին հետևող քաղաքացիները շատ լավ գիտեն, որ վերջին 1-2 տարվա ընթացքում պարբերաբար բարձրացվում են այն բոլոր խնդիրները, որոնք մենք ունենք հոսանքի անջատման հետ կապված, հոսանքի տատանումների, ինչի արդյունքում, որ մեր քաղաքացիները անդադահազանգում էին, որ իրենց էլեկտրատեխնիկան է փչանում, որ իրենք լրջագույն խնդիրներ են ունենում, ֆինանսական խնդիրներ են ունենում, բազմաթիվ քաղաքացիներ են ահազանգել, որ դեռևս մենք նույնիսկ Երևանի մերձակա տարածքներում ունենք այդ եռաֆազ հոսանքի, չգիտեմ ինչ տարբեր մասնագետներ են շատ ավելի լավ սա կարող են մեկնաբանել խնդիրներ, որի արդյունքում նրանք չեն կարողանում ճիշտ կազմակերպել իրենց կյանքը։ Այս բոլոր հարցերը ազգային ժողովում միշտ քննարկվել է։ Հեծի պետականացման հարցը նույնիսկ քննարկվել է անընդհատ վերջին 2 տարվա ընթացքում։ Գուցե այս պահին մի քիչ ավելի արագ եւ ավելի խիստ մոտեցումներ մենք ունենք, բայց սա բնավ նորություն չէ։ Էնպես չէ, որ մենք 3 բացահայտեցինք խնդիրները եւ այսօր որոշեցինք ինչ-որ քայլեր անել։ Էնպես որ կարծում եմ, որ հասարակությունն էլ շատ լավ գիտի ինչ է կատարվում եւ այստեղ շատ բացատրելու եւ մեկնաբանելու բան չկա։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմությունն ընդհանրապես իր վարքագիծը չի փոխել վերջին համենայն դեպս նույնիսկ 7 տարվա ընթացքում կարող եմ ասել, հա, այն մեծ ցավը, որ ապրել են հասարակության մի շարք ներկայացուցիչներ կամ որոշ շերտեր հեղափոխությունից հետո 18 թվականի, որովհետև դրան մասնակից չեղան, որովհետև դրան չհավատացին, որովհետև որոշակի կորցնելու բաներ ունեին արդեն կուտակած, այդ խավը ինքը շարունակում է իր վարքագիծը գրեթե առանց փոփոխությունների, գուցե ժամանակ առ ժամանակ մի փոքր ավելի ագրեսիվանալով եւ հետեւաբար էլի զարմանալու որևէ բան չեմ տեսնում։ Տիկին Բադալյան, թեև դուք նշեցիք, որ ընդդիմությունը վերջին 7 տարիներին իր վարքագիծը չի փոխել, ամեն դեպքում մենք գիտենք, որ իրենց պահանջը վերջին 7 տարիներին դա իշխանափոխությունն է։ Հենց առաջին օրվանից եկել են ասել են մենք պիտի հասնենք իշխանափոխության, մինչև հիմա էլ դա են ասում, կրկնում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Հիմա վերջին շրջանում վերջին 1 շաբաթվա ընթացքում այս տեղի ունեցած իրադարձությունները, նույն Բագրատ Գալստանյանի ձայնագրությունը կապված ահաբեկչության հետ եւ ընդդիմության այս աղմուկը վերջին մի քանի օրերին, որ դուք ռեպրեսիաների եք ենթարկում նրանց անիմաստ, եկեղեցին եք թիրախավորել, մայրաթոռը եւ որ այդ ուժը անհամաչափ է, դուք ուղակի պայքարի դուրս եկած զանգվածին եք թիրախավորում։ Ինչի մասին են այս խոսակցությունները։ Ուրեմն ես ուզում եմ հիշեցնել, որ իշխանափոխությունը բնականon գործընթաց է, որը տեղի ունենում ընտրություններից ընտրություններ, այսինքն անհնարին բան չէ իշխանափոխությունը, բայց դրա համար պիտի լինեն քաղաքակիրթ ճանապարհով ազատ եւ թափանցիկ ընտրություններ, հերթական ընտրություններ, որոնց շատ չի մնացել, այսինքն
շատ պակաս քան 1 տարին, ընդամենը մի քանի ամիս է մնացել ընտրություններին եւ կարելի է այդ ընտրությունների ժամանակ հաղթել ընտրությունները եւ իշխանապողությունը ինքնըստինքյան տեղի կունենա։ Այնպես որ այս ամբողջ պորտկումները եւ տարբեր տեսակի հանցագործություններն ու խուլիգանությունները, որոնք բարբերաբար կատարվում են եւ նախատեսվում են եւ արդեն վերջին համենայն դեպս 2 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտավորապես 4 անգամ դրանք կանխվել են եւ բացահայտվել են տարբեր մասշտաբների, հա, մեծ, փոքր, շատ մեծ կանխվել են այս ընթացքում, դրանք լրիվ անիմաստ եւ անտեղի են։ Ինչ վերաբերում է եկեղեցուն թիրախավորելուն, ապա ես ուզում եմ նաեւ հիշեցնել մեր հետևորդներին եւ նրանք, ովքեր այս պահին մեզ լսում են, որ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո հիշենք, որ ժողովուրդը ձևավորեց նաեւ պահանջ կաթողիկոսի փոփոխության։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլորը մոռացել են եւ հանկարծ, չգիտեմ, դարձավ Գարեգին II-ը, այսպես սրբությունների սրբոցը։ Այսինքն այնքան էր կուտակվել տարիների ընթացքում, որ վերջապես տեսնելով այդ հնարավորությունը, որ հեղափոխություն է եղել երկրում, ժողովուրդը կարող էր նաեւ այդ հարցը բարձրացնել։ Բայց մենք նաեւ հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ասաց, որ ես եկեղեցու հարցերին չեմ պատրաստվում խառնվել եւ դրեց ժողովրդավարության այնպիսի ամուր հիմքեր, որ ցանկացած ինստիտուտ ինքնուրույն, եթե ունի իր ներսում խնդիր, ինքնուրույն կատարի այդ փոփոխությունները առանց պետության միջամտության։ Հիմա մենք ինչ ենք տեսնում։ Դրանից անմիջապես հետո մենք տեսնում ենք, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի այդ քայլը, Նիկոլ Փաշինյանի, որ այդ պահին ուներ տոտալ աջակցություն ժողովրդի կողմից եւ ամեն ինչ կարող էր անել, բայց երբեք որևէ իր արժե համակարգից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից դուրս որևէ քայլ չէր արել, եկեղեցին ինքը դա գնահատելու փոխարեն եւ ինքնամաքրվելու փոխարեն սկսեց խառնվել քաղաքականությանը եւ սա փաստ է։ Եվ մենք բոլորս տեսել ենք անընդհատ, թե եկեղեցին ինչ աստիճան է միջամտում երկրի ներքին քաղաքականությանը, երբեմն նույնիսկ արտաքին քաղաքականությանը, որքան է տենչում իշխանապողությունը ոչ թե նրա համար, որ այսպես ժողովրդի ձևավորված պահանջ կա իշխանապողության, այլ նրա համար, որ իր հովանավորներին ամբողջ եկեղեցու մասին չի խոսքը, եւս մեկ անգամ եմ ուզում կրկնել, որոշակի անհատների, հա, հեղինակությունների իրենց մերձավոր անձինք կան իշխանության, որպեսզի այդ հովանավորչությունը շարունակվի։ Եվ մենք ժողովուրդն էլ դա պարբերաբար տեսել է։ Հետևաբար, այս պահին, երբ որ եկեղեցին բազմիցս թիրախավորել է ոչ միայն իշխանությանը, այս իշխանություններին ընտրած ժողովրդին, ոչ միայն այն ամենակարևոր պահերին, երբ որ ժողովրդին պետք է եկել կաթողիկոսի աջակցությունը կամ սրբազանների աջակցությունը, նա չի տեսել եւ չի լսել որևիցե տառ, բայց լսել է միայն այն դեպքում, երբ որ իշխանապողության կամ հեղաշրջման պահանջ կա, այս դեպքում ասել, որ իշխանությունները թիրախավորում են եկեղեցուն, բնավ, մենք հրաշալի գիտենք մեր եկեղեցու պատմությունը, մենք հրաշալի գիտենք, թե մեր ազգը ինչպես է այս հազարամյակների ընթացքում կարողացել եկեղեցու շնորհիվ պահել իր մշակույթը, իր լեզուն, իր ավանդույթները եւ մենք խորին հարգանքով եւ ակնածանքով ենք վերաբերվում հայ առաքելական եկեղեցուն որպես քրիստոնյա հայ մարդիկ, բայց միևնույն ժամանակ կարծում ենք, որ մեր այսպես ասեմ, պաշտամունքի առարկա եկեղեցին պիտի մաքուր լինի տարբեր տեսակի անօրինություններից եւ այն մարդկանցից, որոնք որ ազդում են հայ առաքելական եկեղեցու հեղինակության վրա։ Կին Բադալյան, դուք մի քանի անգամ շատ կարևոր բան նշեցիք, որ հոգևորականները, սրբազանները չեն խոսել այն ժամանակ, երբ այդ հաշտեցման կարիք է եղել է եւ խոսել են այն ժամանակ, երբ որ հեղաշրջման մասին է խոսք գնացել։ Սա ասես ինչով է պայմանավորված եւ արդյոք հոգևորականի կամ սրբազանի խոսույթ է ասել, որ մեր հասարակությունում ազգի մեջ կան այդքան խորը անասուններ, մարդկանց պետք է գյուլել, այս խոսույթը առհասարակ ինչի մասին է խոսում եւ ինչի է եկեղեցին այսօր հաշտության կոչի փոխարեն այ հեղաշրջման կոչեր անում, սա ինչ մոտիվ ունի։ Մոտիվները կարծում եմ բոլորին են པարզ, դրա մեջ պետք չի շատ խորանալ, ակնհայտ են մոտիվները, ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ շեշտադրել, հա, որ քրիստոնեությունը ընդհանրապես քարոզում է սեր, համերաշխություն, մեծահոգություն, ըմբռնում եւ նաեւ միևնույն ժամանակ ասում է Աստծո անունը զուր տեղը չտաս։ Հիմա երբ որ մենք խոսում ենք այն մասին, որ եկեղեցու ներկայացուցիչը, հա, իր վեղարով ատելություն է քարոզում, ոչ եւ ցավոք սրտի ոչ մեկը, այլ մի քանի հոգի, այլ մի խումբ, եւ երբ որ
քրիստոնեության արժեքները սրբության տեղ պահպանելու փոխարեն մարդիկ խախտում են ամեն վարքյան այդ արժեքները, պատվիրանները խախտում են, այսինքն ինչպես կարող է եկեղեցականը ատելություն քարոզի, ինչպես կարող է եկեղեցականը բռնություն քարոզի, ինչպես կարող է եկեղեցականը վիրավորանք քարոզի եւ միևնույն ժամանակ վիրավորի անկախ նրանից թե ում։ Այս դեպքում մենք հայտնվել ենք սարսափելի, քաոտիկ, հոգեբանական եւ արժեքների փոփոխության մի հորձանուտում, որից դուրս գալու համար պետք է լինելու եւ մեզ որպես իշխանություններ եւ ամբողջ ժողովրդին ողջամտություն, սթափ միտք, սառնասրտություն եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք հաղթահարել։ Եվ երբ որ մարդը խոսում է չարի մասին, այսինքն կոչում է այս իշխանությունների ներ կամ ների ծնունդ, բայց ինքը անում է այն ամենը, ինչը որ արգելում է քրիստոնեությունը եւ վերագրում է դա սատանային, այստեղ պիտի ժողովուրդը հասկանա, որ ինչ որ մի բան շատ սխալ է գնում մեր իրականության մեջ եւ այդ սխալը մեկ հոգու լուծելու հարց չէ, այսինքն մենք բոլորս պիտի ունենանք կոնսենսուս, որ եկեղեցին, ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք եկեղեցու դեմ չենք պայքարում, եկեղեցին պետք է մաքրել այն սրբազաններից, որոնք որ չեն հետևում քրիստոնեության կանոններին եւ պատվիրաններին ընդհանրապես, եւ եկեղեցին լցնել այն բարի, ազնվահոգի հոգեվորականներով, որոնք ժողովրդին, իսկ այսօր ժողովուրդը բավականին նեղ վիճակում է, հատկապես հետպատերազմյան տարիներին հոգեբանական խիստ ճնշման, տագնապների եւ մոլորությունների մեջ են բոլորս ենք այդ հոգեվիճակում։ Եվ այստեղ եկեղեցու օգնությունը անգնահատելի կլիներ, որպեսզի կարողանար իր հոտի հետ աշխատել, յուրաքանչյուրի հետ աշխատել, յուրաքանչյուրին այդ հոգեվիճակից հանել եւ կարծում եմ, որ այդ դերը կատարելու համար այնտեղ պետք է ճիշտ ընտրված եւ ճիշտ մարդիկ լինեն։ Բնականաբար մաքրելուց հետո ընտրություններին պետք չի խառնվել։ Վստահ եմ, որ եկեղեցին ինքը կգտնի ճանապարհը ճիշտ իրացնելու իր իրավունքներն ու պարտականությունները, որոնք որ սահմանված են նոր կտակարանով առնվազն։ Տիկին Բադալյան, ինչ եք կարծում, արդյոք այս հանրային կոնսենսուսը այսօր կա եւ հնարավոր է դրան հասնել, այ դուք շատ կարևոր բան նշեցիք, որ 18 թվականին այդ պահանջը կար, կաթողիկոսին նաեւ փոխելու, հեռացնելու եւ իշխանությունը գնաց այլ ճանապարհով, թողեց, որ ինքնամաքրվեն։ Հիմա ստացվում է եկեղեցին չի ինքնամաքրվել, իր խնդիրներով շարունակում է, այսպես ասած, առաջ գնալ։ Հիմա եք որոշել այդ գործընթացը սկսել։ Սա ռիսկային չէ նաեւ իշխանության համար, հաշվի առնելով, որ օրինակ նույն 18-ին շատ ավելի մեծ սեր էիք վայելում։ Ինչ վերաբերում է հանրային կոնսենսուսին, ես վստահ եմ, որ այդ կոնսենսուսը կա եւ այդ պահանջը 18 թվականին չի ձևավորվել, այսինքն վերջին մի քանի տասնամյակում այդ պահանջը կար եւ այն չի դադարել գոյություն ունենալուց եւ չի նվազել, պարզապես տարբեր հանգամանքների բերումով ինչ որ միտեղ մարդիկ ավելի այլ հարցերի վրա են կենտրոնացել, որովհետև մենք ունեցել ենք անվտանգային խնդիրներ, մենք դեռ շարունակում ենք ունենալ անվտանգային խնդիրներ եւ բնականաբար բոլոր քաղաքացիների առաջնահերթությունները այսպես ձևավորվում են անվտանգային եւ հետո նոր արտաքին քաղաքականության մի շարք մարտահրավերների հաղթահարում, հետո նոր մենք գալիս ենք մեր ներքին այսպես շատ տարբեր իրավիճակներին, այնպես որ հանրային կոնսենսուս ես վստահ եմ, որ կա։ Պարզապես ինչպես միշտ ընդդիմության աղմուկն է շատ բարձր, եւ նաեւ մենք տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ, արտախորհրդարանական ընդդիմության հետ եւ միշտ նույն դեմքերը, նույն մարդիկ, որոնք որ պարզապես սթափ եւ սառը քննադատության փոխարեն ինչով ավելի մեծ օգուտ կտային Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին վիրավորանքների, զրպարտությունների, այսպես սուտ լուրերի եւ ամեն ինչով փորձում են անդադ քաոս ստեղծել, այս ամենը շատ օրինաչափ է այսօրվա եւ շատ համահունչ նաեւ արտաքին մարտահրավերների հետ։ Եվ ինչ եք կարծում, եթե դուք էլ նշեցիք, որ տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ այդ պահանջը եղել է, ի՞նչն է Գարեգին Բ-ին դրդում շարունակել մնալ կաթողիկոսի դիրքում, կոպիտ ասած մնալ մայրաթոռում եւ այդ աթոռին կարճած։ Մեծ հավատք առ Աստված, ինչն է Գարեգին Բ-ին այդքան կապում մայրաթոռի հետ, եկեղեցու հետ, հոգևոր կյանքի հետ, որից ինքը չի ուզում հրաժարվել։ Կարծում եմ, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն Գարեգին II, կարծում եմ, որ այդ հարցին ես չեմ կարողանա պատասխանել եւ ենթադրությունների մակարդակով չեմ ուզում խոսել, բայց այնուամենայնիվ ես լիահույս եմ, որ դեռ
կարող են սրբազանները վերհիշել իրենց պարտականությունները եւ գնալ ճիշտ ճանապարհով, օգտվելով նաև մեր բազմիցս ապացուցված մեծահոգությունից, կամ ժողովրդի հետ կոնսենսուսի պայմաններում նրանք պետք է լքեն մայրաթոռը եւ իրենց տեղը հանձնեն ավելի մաքուր եւ իրենց սկզբունքներին հավատարիմ հոգեվորականներին։ Եվ Տիկին Բադալյան, եթե ամփոփեմ այս ընթացքում ամբողջ մենք տեսանք, որ Գալստանյանի այդ ակտից հետո նրան ձերբակալությունից ու կալանավորումից հետո սկսեցին խոսակցություններ Գալստանյանից սահուն անցան Հայաստան եւ պատիմ ունեմ դաշինքները Աջապահյանին առաջադրելուն եւ այսպես շարունակ։ Ըստ ձեզ այդ ակտը, որը պլանավորվում էր, որը բացահայտվեց եւ նաեւ չեղարկվեց, այսպես ասած, այդ ակտի շահառուները ովքեր էին, իրապես Գալստանյանը եւ Աջապահյանն են եւ նրանց տեխնացություններ քննարկում, թե նրանց հետևում շատ ավելի լուրջ եւ անտեսանելի ուժեր էին գործում։ Կարծում եմ մի շարք մարդկանց համար անտեսանելի, շատերիս համար տեսանելի ուժեր են գործում եւ նրանք ընդհանրապես գործիք են, ինչի համար էլ մենք տարիներ շարունակ, որովհետեւ այս սրբազան պայքարը արդեն տարուց ավել է որ ձգվում է, նույնիսկ 2 տարի կարող ենք ասել, փորձել ենք տալ հնարավորություն սթափվելու եւ գործիք չդառնալու այն ուժերի ձեռքին, որոնք որ պայքարում են Հայաստանի Հանրապետության պետականության եւ ինքնիշխանության դեմ եւ փորձել ենք ամեն կերպ եւ ուղիղ եւ անուղղակի կերպով թե հասարակության են հատվածին, որոնք որ հետևում են, Գալստանյանի եւ մնացած գործիքներին, տարբեր մեծ ուժերի ձեռքերում, փորձել ենք անընդհատ սթափության կոչեր անել եւ ասել, որ խնդիրը մենք չենք, մենք ընտրություններով կամ կշարունակենք մնալ իշխանություն կամ չենք շարունակի, հայոց պետականությունը պիտի լինի հարատև։ Ոմանք հասկացել են, ոմանք չեն հասկացել, որ իրենք գործիք են եւ իրենց թվում է, որ իրենք փրկիչ են, բայց միևնույն ժամանակ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը այս պահին այնքան կայացած է եւ ինքնիշխան, որ կարողանում է հայոց պետականության համար պայքար տալ եւ վստահ եմ, որ նրանք այդ պայքարում կհաղթեն, անկախ նրանից ով կլինի իշխանություն։